Պարոն Շահինյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել եւ այսպես երևի սկսենք այս հարցից, հիմա Սահմանադրական դատարանում 7 քաղաքական ուժերը գիտեք, որ ներկայացրել են բողոքարկման թեման, խայտառակ ընտրությունների արդյունքում ձայնագողության եւ հետևանքով ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան եւ այս խայտառակությանը մենք առերեսվեցինք, համեցեք այս հարցից սկսենք, հետո արդեն մի քանի այլ թեմաներ էլ կան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, մենք պետք է հիշենք, որ մինչ ընտրությունները կանխատեսում էինք, որ անհրաժեշտություն չկա գնալ ընտրությունների, բայց եթե գնում ենք, ուրեմն պետք է գնալ կազմակերպված եւ մաքսիմալ մասնակցությամբ, ինչի համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր մասնակցեցին 2026 թվականի հունիսի 7-ի ազգային ժողովի հերթական ընտրությունների։ Այս ընտրությունները ամենաողբերգական երևույթն էին Նիկոլ Փաշինյանի կենսագրության մեջ ընդհանրապես։ Նրա այդ ամբողջ հասարակական, քաղաքական, լրագրողական գործունեության ընթացքում սա ամենամեծ հարվածներ, որ ինքը ստացավ։ Ամբողջ կյանքում գրել, ջնջել, քննադատել, բղավել, լաչառություն էր անում, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են, Սահմանադրական հանրաքվեները կեղծվում են եւ իշխանությունները ձևավորված լեգիտիմ չեն արտահայտում Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը եւ իր գլխավոր, ասենք ֆիշկան, իր գլխավոր հաղթաթուղթը, որ ինքը ամբողջ աշխարհին ներկայանում էր որպես ժողովրդավար, որպես ազատ, արդար ընտրություններով ընտրված ղեկավար, քաղաքական թիմի առաջնորդ, դա ոչ միայն իչիկ դարձավ, այլ նա գնաց այդ հոսանքին հակառակ եւ ձայնագողությամբ մասնակցեց։ Նա մասնակցեց ձայնագողության, կանգնեցրեց ընտրությունները ապօրինի ձևով, անօրինական ձևով, սահմանադրական կարգի խախտումով, երբ դեռևս շատ տեղամասեր նույնիսկ հաշվարկը չէին սկսել, Նիկոլ Փաշինյանը իրեն հայտարարեց հաղթած ուժի ղեկավար, այսինքն շարունակելու են նրանք կառավարումը, ձևավորելու են կառավարություն, կանգնեցրեց ընտրական հաշվարկը, կանգնեցվեց ամբողջ այդ եթերը եւ այս ամեն ինչից զատ նա ստացավ իր աքիլեսյան գարշապարը, չկարողացավ Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ ստիպողաբար, ճնշումով, սպառնալիքով, ահաբեկումով ձեռք բերել պայմանավորվածություն, որ առանց բողոքարկման Բարգավաճ Հայաստանը ընդունի, որ ինքը չի անցել անցողիկության շեմը։ Եվ ոչ միայն Բարգավաճ Հայաստանը անցել էր այդ անցողիկության շեմը, այլ մի քանի տոկոս էլ ավել էր, 6+ առնվազն։ Եվ այստեղ դավադրություն կազմակերպվեց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ եւ կարողացան նրան համոզել, որ ամենակարճ եւ լավագույն տարբերակն է մի քանի ընտրական տեղամասեր, որոնք էական ազդեցություն ունեին ընտրությունների արդյունքների վրա, համարել, որ չեղարկվում են առանց վերաքվեարկության։
նախ կոպտագույն խախտում է սահմանադրական կարգի տապալում, այդ իրավունքը բացարձակ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չուներ եւ չի կարող ունենալ, եւ առնվազն 6000 քաղաքացու նրանք չեղյալ հայտարարեցին այդ 3 ընտրատեղամասերի արդյունքները, ինչի արդյունքում նոր կարողացան ինչ որ թիվ գրել, որ բարգավաճ Հայաստանը չի անցնում անցողիկության շեմը։ Սա ավելի կոպտագույն խախտում էր, քան նկարչությունը, որը բնականաբար ով չի ճանաչել, գուցե զարմացել է, բայց մենք այդ մասին բազմիցս ենք նշել, որ կտեսնենք այնպիսի գեղարվեստական, գեղանկարչական մի ստեղծագործություն, որի ականատեսը չենք եղել։ Նույնիսկ կարծում եմ Գագիկ Ժանգիրյանը զարմացած կլիներ, թե ինչպես է ուղղակի ռակիրովկայի արդյունքում, ռակիրովկա այս թվերը գրվում է, զերոն տարվում է օրինակ Ուժեղ Հայաստանին, Ուժեղ Հայաստանի ձայները բերվում է ԿՊ-ին։ Եվ այս 3 ընտրատեղամասերի չեղարկումը, արդյունքների չեղարկումը առանց վերաքվեարկության իրավունքի, սա ամենամեծ հարվածն էր, որը թույլ չի տալու այս կառավարությանը համարվել լեգիտիմ։ Այո, իրենք ինչ ուզում են կարող են անել, իրենք ինչ ուզում են կանեն, մենք այդ ամեն ինչը տեսնում ենք եւ Երևանի քաղաքապետարանում, եւ մնացած ոլորտներում, բայց այնտեղ որտեղ որ պետք է, որ իրենց ճանաչեն լիիրավ իշխանություն, դա բացառված է, նրանք այդ իրավունքից զրկվել են, չեմ բացառում նույնիսկ, որ Բարգավաճ Հայաստանին թույլ տան վերցնել իրենց մանդատները, հետո զբաղվեն մանդատագողությամբ, փորձեն ընդդիմության շարքերից մարդիկ բերել իրենց կողմ, այսինքն իրենց կողմ ասելով կարևորագույն հարցերին քվեարկել այնպես ինչպես իրենք են ուզում, իրենց է հարմար, մենք այդ ամեն ինչի մասին գիտենք, դա սահմանադրական հանրաքվեի մասին է, սահմանադրության մեջ փոփոխությունների մասին է, անկախության հռչակագրի մասին է, սա ավելի իրավական կլիներ, քան այն ինչ իրենք արդեն արել են, եւ դա երբևէ չի կարող ընդունվել նույնիսկ Ադրբեջանի սուլթանի կողմից, որը եւս երկարատև ժամանակահատվածում հեռանկար չունի, թե ինքը, թե իր ընտանիքը, որը եւս ուզուրպացրել է Ադրբեջանում ապրող այնտեղի քաղաքացիներին, այնտեղի բազմազգ ժողովուրդներին։ Եվ այս տանդեմը իրենց, այս ավանտյուրաները, որ նրանք, ես վստահ եմ, որ շատ գայթակղիչ առաջարկությունների արդյունքում պայմանավորվածություններ ունեն թե տարածքային առումով, թե արևմտյան ադրբեջանցիների վերադարձով, ինչը 20-30 տարի հետո դեմոգրաֆիկ այնպիսի փոփոխություն կլինի Հայաստանում, որ հայերը եւ այն ծրագիրը, որ Իլհամը եւ Նիկոլը պայմանավորվել են կյանքի կոչելու իրականացնելու 20-30 տարի հետո ուղղակի այստեղ բալանսավորված կլինի 50-50, իսկ այդ 20-30 տարիների ընթացքում նրանց իրավունքների հետ կապված, պարլամենտական նրանց մասնակցության հետ կապված, վարչական մարմիններում իրենց սեփական իրավապահ մունիցիպալ համակարգերը ունենալու,
այդ բախումներին, որ մենք եթե Աստված չարասե մենք դրա ականատեսը լինենք, այդ բախումների համար իրենք հաստատ կունենան եւ ռազմական ոստիկանության եւ մունիցիպալ ոստիկանություն, ինչպես նաեւ ցանկացած պահի իրենց բանակի միջամտությունը, որը անկանխատեսելի է, նույնիսկ չարժի խոսել եւ քննարկել այդ ամեն ինչի մասին։ Այստեղ ամենամեծ առավելությունը այս ազգային ժողովի ընտրություններին դա նա էր, որ աշխարհը տեսավ, որ Նիկոլ Փաշինյանը պարտվել է, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները մերժել են Նիկոլ Փաշինյանին, չեն ցանկանում, որպեսզի նա շարունակի պաշտոնավարել որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, եւ կեղծիքների արդյունքում ինքը ուզուրպացրել է իշխանությունը, այնպես որ ցանկացած նրա գործունեություն ընկալվելու է, ընդունվելու է որպես ուզուրպացված դիկտատոր, նա ավելի մեծ իշխանություն ունի մինչև սեպտեմբեր նոր ազգային ժողովի գումարումը, քան դրանից հետո։ Այսօր Սահմանադրական դատարանում քննվում է մի քանի կուսակցությունների, եթե չեմ սխալվում, թվով 7 կուսակցությունների բողոքը, առանձնակի սպասելիքներ չկան, պետք է չի ունենալ, քանի որ ամեն ինչ մինչ այդ արդեն արվել է եւ սպասել, որ այնտեղ ինչ-որ բան է փոխվելու, նույնիսկ չեմ կարծում, որ 2003-ին, երբ նախագահական ընտրություններից հետո վստահության ինչ-որ հանրաքվեի խնդիր դրվեց, հիմա կարծում եմ դա էլ չի լինի, բայց իշխանությունները ինչ-որ ձևով ուզում են հանդարտության, համերաշխության քայլեր անել, դա նկատվում է, որ նրանք երևի թե առաջնահերթ ուզում են Երևան քաղաքի արտահերթ ընտրություններ կազմակերպել, քանի որ այն բոսյակությունը, որ կատարվեց Երևանի քաղաքապետարանում եւ քաղաքապետի ու ամբողջ վարչական շրջանի ղեկավարների, վարչության պետերի, փոխքաղաքապետերի անմիջական ներկայությամբ եւ սադրանքով քաղաքապետը հայտարարում է լավ հերիք է, կաշիներդ քերթելու ենք, այ ընտրակաշարք բաժանողներ, ձեր ղեկավարը Մայր Հայաստանին է ասում Անդրանիկ Թևանյանի մասին, իդեպ Անդրանիկ Թևանյանին կարելի էր ավելի շատ մեղադրել Անդրանիկ անունի համար, քանի որ մենք ունեցել ենք Անդրանիկ Զորավարը, մեր փառապանց զորահրամանատարներից մեկը, մեր ազգային պարծանքներից մեկը եւ Անդրանիկ անվան համար, այո, դրա համար նաեւ մեծ ողջավորություն կունենային մեր արևելյան, արևմտյան թշնամիները։ Պարոն Շահինյան, դուք մեջբերում արեցիք, եթե դեմ չեք ուղղակի դնենք տեսանյութով հիշեցնենք, հա ինչ է ասում Տիգրան Ավետյանը։ Հիշեցնենք, որ այդ ընդդիմադիր ուժերը դառնում էին, հաղթելու էին եւ մենք դա նրանց թույլ չենք տվել։ Այ հենց այսպես պետք է ընտրակաշարքով փորձը կատարեի։ Չընտրված մարդ է խոսում, չընտրված։ Խփեի գլուխները ջարդեի ու հիմա այն կաշիները քերթվելու է։ Բոլոր ընտրակաշարք բաժանողների։ Բոլորինը ու այո պարոն Թորոսյան, այդ կոնկրետ ընտրակաշարք բաժանողներինը, ովքեր որ այս պետության դեմ փորձել են հանցագործել եւ փաստացի չի ստացվել։ Կաշիները քերթվելու է։ Ես դες խոստանում եմ, այս ձեր աչքի առաջ։ Խորհուրդ Տիգրան Ավինյանին, քանի քաղաքապետ եք դեռ, մսի կետ վերցրեք եւ
Այնտեղ կարող եք նաև այդ բոյնի էին ասում առաջ եւ որտեղ անասուններին բերում մորթ էին անում, հա, եւ գնացեք այնտեղ մսավաճառ աշխատեք կամ ղասաբ աշխատեք, ինչքան ուզում եք կաշի քերթեք, ձեր գործը, ձեր ղեկավարի գործը ամբողջորեն այդ կաշին է, էլի, խոզի կաշին հանելը, բուրում անել ուտելը, կաշիները քերթ, այսինքն դու Երևանի քաղաքապետ, ես այն օրը ու չընտրված քաղաքապետն է խոսում այդ մասին։ Երևանցիների 9%-ն է ընտրել ընտրական իրավունք ունեցողների։ Երևանցիների 9%-ը սա եւս ուզուրպացրել է։ Չընտրված քաղաքապետ, որը ցույց է տալի, որ ինքը ոչ թե քաղաքապետ պետք է աշխատի, այլ առնվազն բոյնու վարիչ, այդ Արմավիրում տարբեր ֆերմաներ ունեք, տարբեր բիզնեսներ ունեք, այնտեղ դուք հանգիստ կարող եք օրինակ Գրիբայդով Արմավիրի շրջանի Գրիբայդով գյուղի այդ դեպի Գայ մյուս գյուղերը գնացող հատվածում բացել, այո, մսի մորթման կետ եւ կաշի քերթեք, ամբողջ օրը հանգիստ կարող եք կաշի քերթել։ Դե դու ինչ քաղաքապետ, որը 2.5 ամիս կամուրջ է վերանորոգում։ 2.5 ամիս դուք Կիևյան կամուրջը փակել եք վերանորոգման աշխատանքների համար, երբ նմանատիպ կամուրջները այսօր 1-2 օրում քանդում նորը հավաքում են։ Դուք տեղում չեք, պարոն քաղաքապետ, մտածեք ձեր հետագա գործունեության, դիմեք կառավարությանը, տվեք հրաժարական եւ կարծում եմ այս անգամ մի հնարավորություն կլինի Նիկոլ Փաշինյանի համար գոնե Երևանում ազատ արդար ընտրություններ կազմակերպելու ինչ-որ կոմպենսացնելու, քանի որ իրեն եւս ինքը շատ լավ գիտի, որ մաքսիմում իրեն մնացել է 1 տարի 10 ամիս ժամանակ աշխատելու։ Նա չի կարող 28 թվականի մայիսից այն կողմ մնալ այդ պաշտոնին։ Ուղղակի չի կարող։ Թե ինչու, դա ինքը գիտի, կարող է նաև ուսումնասիրել պատմությունը, որ չեն մնում 10 տարուց ավել չեն մնում։ Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը, որի պաշտոնավարման ժամանակահատվածում բավականին բարձր տնտեսական արդյունքներ էր գրանցվել, դե խաղաղության մասին չխոսենք, անվտանգության մասին չխոսենք եւ բիզնեսի զարգացման մասին։ Իսկ մի քանի պրոյեկտներ են մասնակցել նախագահի հետ Օրբելու այդ հատվածը Բաղրամյանից մտնող բարեկամություն հրապարակի վրա կառուցված այդ էստակադան, Դավիթաշեն կամուրջի վերանորոգման աշխատանքները, իրական այդ տնտեսական բումը այդ ժամանակահատվածում էր, երբ պետական պարտքը իջնում էր, իսկ տնտեսությունը հնան աճում էր։ Երբ կար կարգապահություն, երբ կար հարգանք երկրի ղեկավարի նկատմամբ, երբ դու չէր ամանչում աշխարհում ներկայանալ որպես հայ, չէր մտածում ուր փախչես։ Այդ ներգաղթի դինամիկան, ասեք թող ձեզ բերեն ներկայացնեն 2001-2 թվականներից սկսված։ Դուք տեղում չեք, պարոն վարչապետ, դուք տեղում չեք, պարոն քաղաքապետ, դուք հանցագործներ եք, դուք մանդատագողեր եք, դուք կաշի քերթելով, ահաբեկելով իշխանությունը ուզուրպացրել եք Հայաստանի Հանրապետությունում եւ գցել եք այսօր այն վիճակի մեջ, երբ 300 տարվա բարեկամություն, եղբայրություն ունեցող Ռուսաստանի Դաշնության պես գեր տերությունից մեր տնտեսավարողներին շուկայից հանեցիք, այդ շուկան մտնելը այնքան դժվար է, ինչքան դուրս գալ եւ հետո նորից մտնելը, այդ տեղերը դատարկ չեն մնալու։
Վաղը երբ որ գնաս, քեզ ասելու են 2 տարի, 3 տարով արդեն պայմանագրեր ունենք կնքած։ Հիմա չենք կարող ընդունել ձեր ապրանքը։ Բայց ի նկատի կունենանք հետագայում։ Դուք հարձակվում եք հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա, մեր հավատքի վրա, մայր տաճարի վրա գրոհ եք կազմակերպում, ձերբակալում, կալանավորում եք մեր լավագույն եպիսկոպոսներին, սրբազաններին, քահանաներին, ձեր պիղծ հոգով ու կեղտոտ ձեր կոշիկներով մտնում և պղծում եք մեր 2000 տարի մեր ժողովրդին պահած և դեռ հազարամյակներ պահող մեր հավատքն եք դուք ոչնչացնում, մեր տնտեսությունն եք դուք ոչնչացնում, շատ լավ հասկանալով, որ այդ մարդիկ փակելու են իրենց դռները և արտագաղթելու են այդ նույն ջերմոցային տնտեսությունները, այդ նույն գյուղատնտեսական գործունեությունները Ստավրոպոլի մարզում, Կրոսնոդարի երկրամասում, Ռոստովի մարզում, Վորոնեժում, մյուս տեղերում գնան իրենց աշխատանքը կազմակերպել։ Եվ ես ձեզ ասեմ, որ այդ սուտ, կեղծ, եվրոպական ինտեգրումը առանց աշկ թարթելու խափում եք առավոտից իրիկուն, վերցրեք ուսումնասիրեք Լոզանի կոնֆերանսը, որ 100 և մի քանի տարի, 106 տարի առաջ տեղի ունեցավ, երբ Թուրքիայի պահանջով հայկական պատվիրակությունը դուրս հանեցին դահլիճից և ընդհանրապես հայոց հարցը չքննարկվեց այնտեղ, եվրոպացիները excuse-moi, sorry, նույնիսկ այդքանը չասեցին, կեղծ ժպիտներով, որոնք աշկը չբարձրացնելով, որոնք նույնիսկ չնկատելով, որ այնտեղ դռների ետևում հայկական պատվիրակությունն է կանգնած։ Կիլիկիայի պատմությունը, որը ասենք, բայց մենք խոսում ենք այսօր 2026 թվականի Եվրոպայի մասին։ Ուրիշ տեղ մի գնացեք, Լեհաստան-Ուկրաինա հարաբերությունները մի հատ ուսումնասիրեք և ընդհանրապես տնտեսական, գյուղատնտեսական ապրանքների դուք բացարձակ պատկերացում չունեք, դա ինչ է, դուք բացարձակ պատկերացում չունեք, թե այնտեղ ինչ է բժշկական սպասարկումը, ինչ Եվրոպայի մասին է խոսքը, երբ է Հայաստանը Եվրոպայի հետ համատեղ որևէ ծրագիր իրականացել ի բարօրություն Հայաստանի Հանրապետության հայ ազգի։ Եվրոպայի առաջնահին շահը դա Թուրքիայի շահերն են, դա ՆԱՏՕ-ի շահերն են, որը բացարձակապես մեզ հետ կապ չունի։ Նրանց մեր տարածքն է հետաքրքրում և հայ-ռուսական հարաբերությունների մաքսիմում բերել, հասնել այն մակարդակի, որ հասնի թշնամության, ատելության, իսկ թե դրա հետևանքներն էլ հետագայում ինչ կլինեն, չկարծեք, թե որ Ռուսաստանը այդպես հանգիստ նստելու է և նայելու է։ Ուկրաինացին դա նույն սլավոն ժողովուրդն են։ Շուտով չի բացառվում, որ Ուկրաինա-Բելոռուս հակամարտությունը սկսվի։ Եվ ես ձեզ ասեմ, այս ամենի մեջ առաջնահերթ ուժվածը դուրս է գալու հենց արևմուտքը։ Ռուսաստանի Դաշնությունը այսօր հատուկ ռազմական օպերացիա կարող է վերափոխի հայրենական պատերազմի և այդ ժամանակ ուղղակի Եվրոպայից կգան Հայաստանում ապրելու, ոչ թե Հայաստանը կգնա Եվրոպա։ Չգիտեք, չեք պատկերացնում, թե ինչ դժվարություններ կան, թե ապրելու, թե ձեր աշխատելու, թե ձեր բժշկական խնդիրները այնտեղ ինչ-որ ձևով լուծելու, կարգավորելու, կամ ամիսներով սպասելու, ուղղակի չեք պատկերացնում, ինչերի մեջ եք ընկել, ինչ գործող տնտեսական շուկան քանդում են և հանուն ինքնիշխանության փնտրում են շուկաներ։ Սա աննորմալություն է,
Սա պետական դավաճանություն է, սա դավադրություն է Հայաստանի Հանրապետության եւ հայ ազգի նկատմամբ։ Գործող շուկան քանդել, վերացնել եւ նստել հերթով ապուշություններ դուրս տալ։ Արաբական պետություններն են հետաքրքրված մեր գյուղմթերքով, մեր Բալթյան երկրները ծաղիկներով են հետաքրքրված։ Այդ ինչ եք խոսում, ինչից եք խոսում, դուք նույնիսկ չեք պատկերացնում այնտեղ քանի հոգի ծաղիկ առնող կա, չեք պատկերացնում։ Այսօր ձկնամթերքի պաշարներն են արդեն փակել։ Դա Հայաստանին է այդ ամեն ինչը խնդիր ստեղծվելու ներսում մեր տնտեսավարողներին, բայց ազգային ողբերգություն կդառնա, երբ Ռուսաստանը դադարեցնի իր կողմից այստեղ ներմուծվող ապրանքները։ Դեռ էներգետիկ, լոգիստիկ խնդիրների մասին չենք խոսում։ Այն պարենային ապրանքները, որը Ռուսաստանի Դաշնությունից ներմուծվում են Հայաստան, պետք է ուղարկեն, իհարկե ոչ, իսկ ինչու պետք է ուղարկեն, ինչի համար։ Դուք եղբայրություն, բարեկամություն եք ուզում սկսեք արևմուտքի հետ, չխառնեք Ուկրաինա չկա, այդ ռուս-ուկրաինական հակամարտություն գոյություն չունի, կա Ռուսաստան եւ արևմուտք։ Դուք ուզում եք եղբայրություն, բարեկամություն անել արևմուտքի հետ, դա ում դեմ է ուղիղ, ում։ Կարող է ապուշենք չենք հասկանում, կամ ապուշեք չեք հասկանում։ Մեկ անուն կա այդտեղ։ Դա Ռուսաստանի Դաշնության դեմ է, որը այստեղ ունի ռազմաբազա։ Այո, քրիստոնյա են, այո, քաղաքակիրթ են։ Ուկրաինացիներն են սլավոն եւ քաղաքակիրթ, բայց երբ իր երկրին տարիներ շարունակ զգուշացնելով, որ չբերեք ՆԱՏՕ-ի բազաները իմ սահմանների մոտ չդնեք, այս խնդիրների վրա ծագեց այս հակամարտությունը Ռուսաստան արևմուտք, իսկ ինչ է, մենք այդ ինչքան հեռու ենք այնտեղից, որ մեր մոտ դա չպետք է ծագի։ Թե մենք էինք Թուրքմենչայի պայմանագիրը գրելուց այնտեղ ներկա 1828 թվականին։ Այնպիսի հարվածներ կստանանք, որ չենք պատկերացնում, բայց սիրելի հայրենակիցներ, ես գիտեմ նաև մեր ժողովուրդն էլ ցույց տվեց իր ընտրություններին մասնակցությամբ, որ նա չի ընդունում Հայաստան, Ռուսաստան այս թշնամությունը, որը արհեստական ստեղծել են Հայաստանի իշխանավորները։ Քեմալական պայմանագիր կուսակցության վարչախումբը, ղեկավարությունը, իրենք ծախված, կաշառված թշնամի են Հայաստանի Հանրապետությանը եւ մեր ժողովրդին։ Իրենք մեզ կհասցնեն այնպիսի օրին, որ տասնյակ տարիներ կպահանջվի, որ մենք այդ վիճակից դուրս գանք։ Նրանք մեզ կհասցնեն այն վիճակին, ինչ եղավ ցեղասպանությունից հետո։ 60-70-ական թվականներին նոր մեր ժողովուրդը սկսեց շունչ առնել։ Եվ շատ արագ ոտքի կանգնեց գիտության բնագավառում, արդյունաբերության բնագավառում, քիմիական արդյունաբերական երկիր էր Հայաստանը։ Այսօր Հայաստանը պրոֆեսիոնալ մասնագետների կարիք ունի ստեղծել կառավարություն, որը մի քանի տարի մինչև այս ամենը կձևավորվի, կարողանա երկիրը կոլապսից պաշտպանել եւ հանել, հետո ձևավորվեն ընտրությունները։ Ընտրություններով ձևավորվեն իշխանությունները։ Բայց դրա փոխարեն Ռուբեն Ռուբինյանին նորից այնպիսի արագությամբ, ինչպես Նիկոլը իրեն հայտարարեց, հաղթած եւ շարունակելու են իրենք պաշտոնավարել, այդ նույն արագությամբ
Թուրքիայի կողմից այդ բանախոսը շնորհավորում է Ռուբեն Ռուբինյանին, որը դառնալու է ազգային ժողովի նախագահ եւ պարլամենտական երկրում դա ամենաբարձր պաշտոնն է, եթե չեմ սխալվում։ Պարլամենտը, որը ընտրում է նախագահ, որը ընտրում է վարչապետ եւ մնացած այն պաշտոնները, որոնք որ սահմանադրությունով վերապահված է ազգային ժողովին, եւ նա դառնում է այդ մարմնի ղեկավարը։ Հիմա խնդիրը նա է, որ երևի Թուրքիան ու Ադրբեջանն են այսօր իրար հետ հակամարտություն արդեն մեջ մտել Հայաստանի համար, Ալիևը ցանկանում է իր ազդեցությունը ինքը դառնա այստեղ ասողը, որոշողը, եւ նա տանում է այդ քաղաքականությունը, ինչ է անում, չէ՞։ Այդ բարձունքները վերցնում են, քաղցրահամ ջրերը վերցնում են, 100,000-ներով ասում է կգանք, հետո կգրենք խաղաղության պայմանագիր, սիրելի հայրենակիցներ։ Թանկագին իմ հայ ժողովուրդ, 41 թվականին Սովետական միության արտգործնախարարի եւ Գերմանիայի արտգործնախարարի միջև կնքվեց խաղաղության պայմանագիր Մոլոտով-Ռիբենտրոպ։ Մի քանի շաբաթ հետո ֆաշիստական Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա։ Այս օրերն էր, հունիսի 21 ընդհանրապես, որտեղ Ֆինլանդիան առաջինը քայլ արեց, բայց 22-ին լավ։ Առավոտյան արդեն հարձակում եղավ Բրեստի վրա։ Մի քանի շաբաթ առաջ էին իրար հավաստիացնում, որ իրենք իրար հետ կոնֆլիկտ չունեն, պատերազմ չունեն, կռիվ չունեն։ Չկա այդպիսի բան։ Թղթերով չեն խոսում։ Խոսում է ուժով, խոսում են հզոր բարեկամ երկրներով, պետություններով, որոնք կողքիդ են կանգնում, երբ դրա կարիքը լինում է։ Խոսում են ազգային համախմբումով, միասնականությամբ, ինչպես դա ապացուցեց մեր հարևան Իրանի ժողովուրդը։ Թղթե այդ ինչ թղթի մասին է, այդ խաղաղության պայմանագիր, երեխեքին կրծքանշան, ինչ որ կրծքազարդ կպցրե դոշին եւ բաժանում է երեխաներին ունեք քարտեզ։ Ես սկսել եմ հավատալ, որ մեր վրա, մեր ժողովրդի վրա նաեւ փորձարկումներ է արվել, որտեղ որոշակի կամային հատկանիշներ չունեցող մարդիկ ընկել են այդ ազդեցության տակ եւ կորցրել են իրենց բանականությունը, կորցրել են իրենց դիմադրողականությունը, կորցրել են իմունիտետը իրենց ավանդույթների, իրենց հավատքի, իրենց ծնողների նկատմամբ, իրենց շիրիմների նկատմամբ, իրենց հողի նկատմամբ, իրենց պատմության նկատմամբ։ Մենք պատասխանատվությունից փախչում ենք։ Մենք փախչում ենք պատասխանատվությունից, բայց ֆանտաստիկ կերպով ուզում ենք հավատալ, որ մեկ այլ միջավայրում, մեկ այլ բնակավայրում, մեկ այլ երկրում ծառերից մանանա է թափվելու եւ մենք այնտեղ ապրելու ենք երջանիկ, հանգիստ, առանց պատերազմ, առանց խնդիրների, ամեն ինչ լինելու է նորմալ, լավ։ Չի լինելու այդպիսի բան։ Չի լինելու։ Դա միայն կարող է լինել, երբ վերականգնվի Հայաստանի, Ռուսաստանի բարեկամությունը արժանապատիվ, ինքնիշխան, եղբայրական, յուրաքանչյուրը իր տեղը, իր չափը իմանալով։
այդ ժամանակ այո, մենք ունենանք պետություն, մենք ունենանք տնտեսություն, մենք ունենանք անվտանգություն, մենք ունենանք կրթություն, մենք ունենանք առողջապահություն եւ մեր երկիրը, մեր պետությունը, մեր ժողովուրդը կզբաղվի իր գործունեությամբ, ինչը որ դարեր շարունակ արել է գիտության բնագավառում, արհեստի բնագավառում, տնտեսության բնագավառում համաշխարհային մարդիկ ենք տվել։ Մենք այսօր չունենք, այսօր նստեք, մտածեք, եթե մի այսօր երևելի հայտնի մարդ, որի անունը կուզենայիք տալ, օրինակ Շարլ Ազնավուրի, օրինակ եմ բերում, որը մեծ մայստրո էր, աշխարհը ճանաչում էր, սիրում էր նրա երգերը։ Մենք այսօր ինչ տեխնացուներ ունենք, ինչ հայրենակիցներ ունենք, որ կարող ենք պարծենալ։ Մենք այսօր բացառապես բուծում ենք դավաճաներ եւ փողով ծախվողներ։ Մենք մեզ հենց հիմա այդպես է ճանաչում աշխարհը։ Եվ պարոն Ծառուկյանի նկատմամբ այս բռնաճնշումները, Ծառուկյանին իր ընտանիքին պատկանող սեփականություններում խուզարկություններ խլում են, այս ամենի զուգահեռ նաև աշխատատեղեր են փակվում, համեցեք։ Ես նշեցի, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահի եւ քաղաքական թիմի որոշումը, որ չընդունեն այս առաջարկությունը իշխանությունների կողմից լռելու, համաձայնվելու, չբողոքարկելու, դրա դիմաց կստանան հանգստություն, խաղաղություն, իրավապահները դուրս կգան, հարկայինները դուրս կգան, ինչ որ խնդիրներ կան, դրանք կփակվեն, հակառակը դեռ հələ ինչ որ մի բանով իրենք կաջակցեն, կօգնեն, փառք ու պատիվ Գագիկ Ծառուկյանին, որ չգնաց այդ առաջարկություններին ստորացուցիչ, կանգնեց իր ազգի կողքին, կանգնեց իր երկրի կողքին, այսօր ինքը շուտով կհասնի 70 տարեկան շեմին եւ շատ բան է տեսել իր կյանքում։ Ես պատիվ եմ ունեցել իր հետ ընկերություն, եղբայրություն անելու 90-ականների սկզբներից, միասին մարզական ֆեդերացիա ենք ստեղծել լուսահոգի Աշոտ Սարգսյանի ղեկավարությամբ, խոսքը Բասկամարտի ֆեդերացիայի մասին է։ Շատ լավ եմ ճանաչում նրա հոգին, նրա կամեցողությունը, որևիցե մեկս պաշտպանված չենք թերություններից, որևիցե մեկը թող չբացառի, որ ինքը չունի արատավոր երևույթներ կամ բնավորության խասյաթներ, գծեր, դա բոլորն ունեն յուրաքանչյուրը իր ձևով, բայց նա մեծ բարերար է, մեծ հայրենասեր է, իր ամբողջ գործունեության ընթացքում տարբեր ոլորտներ, հատուկ չեմ ուզում նշել սպորտը եւ գյուղատնտեսությունը, մշակույթը, թե մեր ռազմական խնդիրների ծախսերի հետ կապված նաև տարբեր տարիներին նա իր մասնակցությունն է ունեցել, չանդրադառնանք դրանց, նա այսօր կատարեց մի այնպիսի քայլ, որը Նիկոլ Փաշինյանին եւ իր Քեմալական պայմանագիր կուսակցությանը դարձրեց, հիմնավորեց, ապացուցեց, ոչ թե դարձնելը հատուկ, այլ իրական փաստերով, ապացուցեց, որ ուզուրպացված է Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ՔՊ-ի կողմից։ Այո, կարող էին իրենք ամսի 8-ին ինչ որ կոմպրոմիսի գային, այտենց խաղաղ, լուր, հանգիստ ձևով, առանց այդ 3 ընտրական տեղամասերը չեղյալանելու, բայց չգնաց այդ կոմպրոմիսին, չգնաց այդ առաջարկություն հանուն իր ազատության, հենց իր ազատության, չեմ բացառում, որ կալանավորելու են հերթական անգամ, նա չգնաց այդ պայմանավորվածություններին, այդ առաջարկություններին եւ կանգնեց իր ժողովրդի կողքին, կանգնեց իրեն ձայն տված, իրեն քվե տված, իրեն այդ վստահության մանդատը տված քաղաքացիների կողքին, պաշտպանելով եւ իրավունքը եւ իր անունը, այնպես որ Աստված քաջ առողջություն տա
Գագիկ Ծառուկյանին, պայքարը շարունակվելու է, ինքը ներսում կլինի թե դրսում, տա Աստված որ դրսում լինի, բայց շատ մեծ գործ արեց, շատ մեծ նա գիտակցելով, հասկանալով, թե ինչ ռեպրեսիաների է ենթարկվելու, տեղիք չտվեց եւ մնաց իր քվեի կողքին, այնպես որ սա երկար չի տևելու, արդեն կամանց արևմուտքը պատրաստվում է, տրամադրվում է Ռուսաստանի հետ, որ պետք է քննարկեն Ուկրաինայի այս սահմանների հարցը, կարծում եմ այնտեղ Օդեսան է մնացել, Օդեսայից հետո արդեն կարելի է, չգիտեմ, Ստամբուլում, թե Անկարայում, թե մեկ այլ տեղ նստել եւ պայմանավորվել, գրել այդ պայմանագիրը։ Նրանից հետո շատ ակտիվ, ինտենսիվ, հետևողական ձևով առաջ է գալու Անդրկովկասի հարցը եւ իդեպ ոչ միայն Հայաստանի, նաեւ Ադրբեջանի, նաեւ Վրաստանը չենք խառնում, Ադրբեջանի եւ Հայաստանի հարցը դա Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդում հատուկ քննարկման է դրվելու եւ ուզուրպատորներից ազատելու են այդ ժողովուրդներին, որովհետեւ այդ երկու ղեկավարներն էլ որևէ արժանիք եւ կենսագրություն անցած ճանապարհ չունեն այն պետությունների, այն երկրների, որոնք այսօր բախտի բերումով թե սատանայի քմհաճույքով եւ Ադրբեջանում եւ Հայաստանում մարդիկ են, որոնք որ կեղեքում են իրեն ժողովրդին։ Շնորհակալ եմ։